Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիս։ Սկզբի համար կխնդրեմ չմոռանաք ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար։ Հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Ես իհարկե ապշած եմ Գյումրիի ընտրություններից, ապշած եմ, որ ժողովուրդը ձայն տվեց տասովչիկներին եւ պլյուս քրեա օլիգարխական համակարգին, քանի որ երևի միակ երկիրն է, որ վատը վատով են ուզում փոխել կամ վերադառնալ հին ժեշտի փդաս տախտակին։ Սա երևի միայն Հայաստանում է հնարավոր եւ ինչպես տեսնում եք, այս սրա պատճառով էլ որ մեր երկիրը ընդհանրապես առաջ չի կարա գնա ու մենք գնալով բացի կորուստներից ոչ մի ձեռքբերում չեն կարող ունենալ, որովհետեւ չկա որևիցե մի երկիր, որտեղ որ քրեա օլիգարխական համակարգը վերադառնա ու երկիրը ծաղկեցնի։ Իրանք ոնց քրեա օլիգարխական համակարգ կային, տենց էլ մնալու էին։ Բացի դրանից, ես ամիսներ առաջ ձեզի զգուշացրել էի, հարգելի գյումրեցիներ, ախր տեղը տեղին ձեզի ասել էի, որ Գյումրիում կան տասովչիկներ, որոնք հատուկ, բարի դեմք, բարի կերպար ստեղծվելով ծառայում են հանցագործներին, այն մարդկանց, ովքեր թալանել ու կերել են մեր երկիրը։ Դրանցից մեկը Ռուբեն Մխիթարյանն է, ես ասեի ու մնտրիկ Ռուբենին։ Տեսակ ինչ արեց Ռուբենը, վեկալավ ձեր ձեները եւ տվեցում Վարդանին, Վարդան Ղուկասյանին ձեր քաղաքի։ Իսկ դուք շատ լավ գիտեք Վարդան Ղուկասյանը ով է, ինչով է զբաղվել Գյումրիում տարիներ շարունակ։ Մի հատ հələ ձեզի ես հիշացնեմ, էլի որ չասեք էլի անգաբզամբա խոսում է։ Ահա։ Այս վիդեոն հիշում եք, պասին ինձ հանեմ, որ լավ տենակ, նայեք ես եփեմ ձեզի ասե։ Հարգելիներս, եփեմ էսի 8 ամիս առաջ, ինչ էի ասում, բռնազավթիչների համար աշխատող շոու բիզնեսի կամ այդ դերասաններ, երկիչներ, գիտես ովքեր են, քանի որ եղել է համերգը Գյումրիում, էսի ես ուզում եմ հիշացնեմ, որ սրանք դրեք հլնգում էին Թաթա Սիմոնյանին, երբ որ Թաթա Սիմոնյանը համերգ էր տվել Գյումրիում։ Ես էլ ասիմ դե եկեք հեսա ռոժները ճղեմ ու համել գյումրեցիներին իրականությունը ասեմ։ Գյումրեցիներին ասեմ ճանաչեք, էլի ձեր ցավը տանեմ։ Ռուբեն Մխիթարյանին ճանաչում ես, մատ դերասան կա էլի։ В общем, այսի ասած նկարը դնեմ։ Այսի հենց տասովչիկա։ Այն Արշակին հիշում եք, որ ասում էին Արշակ Զաքարյան, այն տասովչիկա կամ Անահիտ։ Գիտեք ինչքան տասովչիկա։ Հիմի ես ձեզի ասեցի, որ այդ մարդը տասովչիկա, իրան ջրել են, մեծացել է ինքը բույսը ընդհանրապես։ Ասեցի ձեզի, ասեցի, մի վարքյան, ես հիմա տուղեմ, ասեցի ձեզի, ասեցի, ու մնտրեցիք, չէ հավատացիք, հա, եկայլ մարդան է, գիտեք, հեսա իշքան մարդան, 40,000-ից ավել մարդան է, դուք գնացիք ձեր ձեները տվիք տասովչիկին, ձեզի տասովչիկը կուտ էր տվե, չնայած գիտեք ինչ կա, ես մի քիչ թույլ տվեք կոպիտ լինեմ այսօր, էլի, ասում է կուտ տվողի պրոբլեմը կուտ տվողը չի, պրոբլեմը այն է, որ կուտը ուտում է, դուք կուտը կերաք, գնացիք դրան էլի տասովչիկին ձեն տվիք, տասովչիկն էլ ձեր ձեները վեկալավ, նվեր տվեց հանցագործին, լավ էր։ Ես գիտեք ինչ կա, ես եթե հանգարց, հիմա եսի որորդ օր, նայեք Իրաքի օրվանից այսօր արդեն չորեքշաբթի է, չէ, իմ մոտ առավոտ 7:50 րոպե է։ Դուք 7 ժամ առաջ եք ժողովուրդ ջան։ Միջև հիմի, նայեք Իրաքի օրվանից միջև չորեքշաբթի, դուք չգիտեք թե ով է ընտրվել վերջով Գյումրիի քաղաքապետը։ Գիտեք ինչու, որովհետև քրեա օլիգարխական համակարգը հիմի իրար մեջ բազար անում, թե ձեր տերն ով ալնելու։ Սենց ասեմ, որ լավ հասկանաք։ Որտեվ իրանք երբ որ ընտրվեն քաղաքապետ, երբ որ իդ գան այդ թալանչիները, իրանք գիտեք, որ քաղաքապետ չեն, իրանք տերն ու տիրակալն են լինելու եւ անելու են ամեն ինչ քաղաքում, ինչ որ իրանք են ուզում։ Դուք սա եք ուզում, դե ստացեք, ինչ ասեմ, վայելեք ձեր, ասում է ամեն ժողովուրդ, ասում է, ունի իրեն համապատասխան կամ իրեն արժանի ղեկավարը։ Դուք ուրեմն Վարդանին եք արժանի, այդ ձեր ցավը տանել, վայելեք, տժացեք, աբջան։ Մենք էլ չգիտեմ ինչ հիմար ենք վիդեոներ անում, փորձում ենք ինչ-որ օգտակար լինենք, քաղաքացու քաղաքական գիտակցությունը բարձրացնել, ես մեռա ասելով, որ երկրի գլխավոր խնդրեմը հենց քաղաքացին է, ոչ թե եղեղա, այ քաղաքացին, որտեվ եթե քաղաքացին լինում է քաղաքականապես անգրագետ, երկիրը դառնում է չուլ, դառնում է տուֆտա երկիր եւ ընդհանրապես կամաց մոտենում է իր
վերացումը աշխարհի վրից, մանավանդ Հայաստանի դեպքում, երբ որ 4 կողմից թշնամիներ են։ Համի Հայաստանի անկախությունը մի մազից է կախված։ Այսօր գոնե քաղաքացին իր քաղաքական գիտակցությունը բարձրացնի, իրանք այդ թվում քրեա օլիգարխական համակարգին ձեն են տալի։ Բրավո։ Էլի ես ձեզի զգուշացրել էի ժողովուրդ, ընդհանուր մի բոլորիդ եմ ասում։ Զգուշացրել էի, որ չէ, ով այդումա, չգիտեմ, փողով միտինգ, փողով ընտրության, դրանք պահպանակից ոչ մի բանով չեն տարբերվում։ Հիշում եք, չէ՞։ Ապահովիչից, ոնց են հայերեն ասում, պահպանակ, ապահովիչ, ոչ մի բանով չեն տարբերվում։ Հələ ավելի վատ, հələ պահպանակից բետար են, որտեվ այնի գոնե մի բանի պետք է գալի, մի անգամ օգտագործում շպրտում են։ Իսկ ձեզի ոչ թե մի անգամ օգտագործում շպրտում են, հələ մի հատ էլ ձեզից հետ են ստանում այդ փողը։ Մի հատ էլ ես ցույց տամ ժողովուրդ ջան, նայեք 72000 պասիսը, 72000 մարդ է նայ այդ վիդեո։ Այդ խոսքս այս վիդեոյի մասին, ահա։ Հատուկ են փողով միտինգ գնացողների համար։ Հիմա ես ձեզի հարց ունեմ։ Դուք սրանից ինչով եք տարբերվում։ Այս սրան փող ենք տալի, մի անգամ օգտագործում ենք, գցում ենք այդ հիմա։ Եթե էլիա պետք է լինում նորից էլի փող ենք տալի, հա, կամ արդեն նախորդ առնում ենք, էլի օգտագործում ենք, գցում ենք այդ հիմա։ Հիմա ձեզի փող են տալի մի անգամ։ Ձեզի օգտագործում են, հետո բրախում են, եթում եք։ Հետո որ պետք է լինի էլի փող են տալի մի անգամ, одноразовый։ Հետո բրախում են, եթում եք։ Դուք էլ ուրիշ ոչ մի բանի պետք չեք։ Հիմա հարց արա, դուք սրանից ինչով եք տարբերվում։ Մենակ չասեք տուն ենք պահում, գործ չկա, որ հնդիկի համար գործ կա, ձեր համար էլ գործ կա։ Ձեր գործի անունը ի՞նչ է։ Լավ մտածեք հիմի։ Հետո նոր պատասխանեք, թե սրանից ինչով եք տարբերվում։ Հատուկ եմ։ Ահա, էս էլ ասել էի։ Բայց մարդիկ նախընտրեցին, որ պետք է այդան էլի, չգիտեմ, 5000 դրամ վեկալեն այդան ընտրեն։ Սրանք տենց էլ չհասկացան, որ այս երկրի համար մարդիկ են զոհվել, որ դուք արժանապատիվ ապրեք։ Ոչ թե 5000 դրամով այդական ոչ թե կամ ձայն տալ, չգիտեմ, աղբոր լավ աղբեր անգեր, մեզի հարազատ մարդ անգեր, տենց էլ չհասկացաք, եւ ձեր նմանների պատճառով, ձեր նմանների հենց, արա, ձեր, դուք տենց էլ երկրի արժեքը, դուք քաղաքական, այդ քաղաքացու, այդ քաղաքական գիտակցության արժեքն էլ չհասկացաք, անգրագիտության մեջ մնացիք, գնացիք այդ ձև սկսակ ձեներ տալ, չեք ուզում իշխող ուժին, լավ եք անում, ես էլ չեմ ուզում, ալտերնատիվ ուժերին ձեն տվեք, այդ նրանց ձեր տվեք, ովքեր երբեք գոնե չեն ղեկավարել ոչ մի բան, շանս տվեք, թողը աշխատեն, հələ տենանք, դուրները չի գա, քանեք սիկտիր կանեք։ Ոնց եք դուք դեթում վատը վատով փոխում կամ այն հին թալանչիներին բերում, դուք ինչ եք սպասում, լավ ապագա, դուք լավ ապագա չեք ունենալու։ Հələ միջև էլ նստեք սպասեք, ինչ էր ասում, լավ է էլի լգոնե, մենակ ես չասիմ, Պետրոսն էլ, նայեք այս 10-ով չիկը, ձեզի ինչ էր ինքը ընդհանրապես ասում, Պետրոսն է դրե։ Ինչոցով, ճիշտ եմ, չէ, ճիշտ եմ ձևակերպում։ Ինչ որ մարդիկ փորձում են վերարտադրել, չէ՞։ Այո։ Քայք է դուք, Նարեկ ջան։ Տեսակ Յուրեք խմեցնում իջեցնում մենք ուղի ետերում ենք այնուամենայնիվ, բայց ուշ ժամ էլ երեխեքը քնած։ Ասма ով ուզում ասել, որ իզնով ինչ-որ մեկը պետք է արտադրվի, քաք է ուտում։ Տեսակ ոնց ձեզի կուտ տվեց։ Տեսակ ձեները դվեկալավ, տվեց Վարդանին։ Էս է իրականությունը։ Եվ գլխավոր մեղավորը դուք եք։ Չկա ուրիշ մեկին մեղադրելու։ Այսօր մեր պետականությունը այս վտանգի տակ կանգնելով Ադրբեջանը ամեն օր Սյունիքում կրակ է բացում։ Հələ ի պատասխան պաշտպանության նախարարությունը, հիշում եք, որ առաջին բանին կրակոցների եթե ժամանակ ասես, գիտեք ինչ կա, իրանք Հայաստանի ուղությամբ չեն, այ ի պատասխան հենց պաշտպանության նախարարությունը բռեց եւ մարդկանց տների վրա կրակեց։ Դուք տեսել եք, չէ՞, Սյունիքում ընդ լուսամուտներ են արդեն պատրոնի տեղերը բան մարդկանց տների վրա են
կրակես։ Սա ի պատասխան իհարկե մեր պաշտպանության նախարարությաններ, որ տո հես ձեր վրա են կրակում, արա։ Ինչ եք մուտի տանում։ Այդ էր Ադրբեջանի ասածը։ Այսօր այս վտանգների արժև կանգնած դուք գնացիք եւ ձեն տվեցիք 10 ովչիկներին եւ քրեա օլիգարխական համակարգին։ Համի բոլորը քանի օր սպասում են թե Մարտունը ինչ պետք է որոշի։ Իսկ իրականում որոշում է Սերժ Սարգսյանը, որտեվ ինքն է հետևը կանգնած ընդ էլի։ Սերժ Սարգսյանը երևի Ռոբերտի հետ համի բազար են անում, հա, то հենց կարող է Նիկոլն էլ մեջ չկա, ասենց իրանք իրար մեջ բազար են անում, թե ձեզնից ինչ են պոկելու տանել։ Սա է ձեր ընտրության արդյունքը, ուրեմն սրան էլ արժանի եք։ Բարի բախտ եւ բարի ճանապարհ, հարգելի գյումրեցիներ, եւ ոչ միայն գյումրեցիներ, այլ բոլոր այն քաղաքները, ովքեր այսպիսի ընտրություն կկատարեն Հայաստանի Հանրապետությունում կընտրեք քրեա օլիգարխական համակարգին, դուք դրան էլ արժանի եք, ուրեմն հենց այդ ձև էլ կապրեք եւ վաղը մույսյոր Աստված չանի մի բան որ լինի մեզնից այդպես բլոգերներից հանգարց բարձրաձայներ ձեր խնդիրների մասին մոռացեք, որովհետեւ ես անձամբ հրաժարվելու եմ բարձրաձայնել ձեր խնդիրները, քանի որ ձեզի ես զգուշացրել եմ, մարդավարի ասել եմ, էսի 10-ով չի կա Էնի քրեա օլիգարխական համակարգի ներկայացուցիչ է Ախր այս վերջի վիդեոյի մեջ էլ ասիմ, սրանք հին բաների քաղաքական ուժերի թալանչիների մարդիկ են, ովքեր մասկա հակած եկել են, ասիմ չէ, վերջից վիդեոյի մեջ ասիմ, ինչքան հին մեռել կա եկել է առաջ, վրեկներից էլ հոտ է գալի, մարդավարի ասիմ, ես լսա, դուք ընտրեցիք, լավ արեցիք, ձերն է քաղաքը, դուք եք ձեր քաղաքի տերը, դուք եք ձեր երկրի տերը Դուք էլ արժանի եք ձեր ընտրած ղեկավարությանը։ Այսօր այսքանը ստեսություն հարգանքով։ Հաջողություն։